Փաստաթղթերից մեկը ընդհանրապես մեծ բան է կասկած է առաջացնում գոյություն ունեցել է թե չէ, ես կարծում եմ որ չի եղել։ Խոսքը Մեղրին Արցախի հետ փոխանակելու այսպես կոչված ծրագրի մասին է, որ առաջ անգամ հրապարակվել է 2008 թվականի նախագահական ընտրությունների այդ լարված իրավիճակներում հայկական ժամանակ թերթում եւ որևէ տեղ իրական փաստաթղթի գոյության մասին ոչ մի այլ հանգամանք չկա։ Հղվել է այո իր ընտանեկան, ինչպես որ դուք ճիշտ ասացիք, թերթին։ Ձեր նշած նպատակն էլ կարծում եմ տեղին է, այսինքն ինքը էլի փորձում է ակտիվացնել նախկին ներկա այդ դիսկուրսը, նաև դրա լույսի ներքո նախկիններին ներկայացնել որպես ուժեր կամ քաղաքական գործիչներ, որոնց բանակցած փաստաթուղթը պարտվողական է եղել, այսինքն ենթադրում էր զիջումներ, Ադրբեջանին տարածքային զիջումներ, ճիշտ է, փոխարենը ստանում է ինքը անկախություն Արցախի համար, բայց այնուամենայնիվ ինքեք համաձայնում եք, որ շատերի համար դա նույնպես բացասական ընթացքով փաստաթղթեր էր,